Նախատեսվում են փոփոխություններ երեխայի ծննդով պայմանավորված պետական նպաստների տրամադրման գործընթացում։ Ներկայում երրորդ երեխայից սկսած ընտանիքին ամսական տրամադրվում է 50,000 դրամ աջակցություն, մինչև երեխայի 6 տարին լրանալը։ Վերլուծությունները ցույց են տվել, որ ժողովրդագրական իրավիճակի բարելավման համար միջոցառումը դրական ազդեցություն ունի։ Այդ պատճառով է որոշվել նոր կարգներ դնել։ Օրենքի ընդունումից հետո արդեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ երեխայի ծննդյան կապակցությամբ կտրամադրվի 4 նպաստ, նախկին 3-ի փոխարեն։ Առաջինը բնականաբար մայրության նպաստն է տրվում է հղի կնոջը, մյուս 3-ը տրամադրվում է երեխայի ծնվելուց հետո, երեխայի ծննդյան միանվագ նպաստը, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը եւ այս 4-րդ տեսակը, որ կներմուծվի օրենքի ընդունումով, 3-րդ եւ յուրաքանչյուր երեխայի պետական նպաստը։ Զուգահեռաբար վերանայվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի համակարգը։ Ներկայում առաջին եւ երկրորդ երեխայի դեպքում միանվագ տրվում է 300,000 դրամ, երրորդի եւ չորրորդի դեպքում 1 միլիոն դրամ, 5-րդ եւ հաջորդ երեխայի դեպքում 1.5 միլիոն դրամ։ Նախատեսվում է ծննդյան միանվագ նպաստի չափը դարձնել 500,000 դրամ, անկախ նրանից, թե որերորդ երեխան է ծնվում։ Իսկ այ կարգադրից կախված արդեն կվճարվի բացառապես երրորդ եւ յուրաքանչյուր երեխայի կապակցությամբ տրվող պետական նպաստը։ Պաշտոնյան նշում է, վերջին տարիներին ծնունդների անկում կա, թե ինչու է նման փոփոխություն տեղի ունենում, ասում է, պետք է խրախուսվի նաև առաջին եւ երկրորդ երեխաների ծնունդը։ Այն դիտարկմանը, որ 1-1.5 միլիոն դրամը ներկայում որոշ առումով շարժիչ գործոն է 3 եւ ավելի երեխա ունենալու համար եւ փոփոխության դեպքում գուցե հետընթաց լինի, Գալստյանը պատասխանում է. 25 թվականի դեկտեմբերի 31-ից հետո ընտանիքում 3 եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվելու է միայն երեխայի ծննդյան միանվագ նպաստ, որովհետև միջոցառումը, որի շրջանակներում 50,000 դրամները տրամադրվում են, նախատեսված էր մինչև 25 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված երեխաների համար։ Այսինքն, եթե որևէ իրավական ակտ չընդունվի, երրորդ երեխա ծնվելու դեպքում ընտանիքին կտրվի ընդամենը 1.5 միլիոն դրամ։ Իսկ այս օրենսդրական փոփոխության արդյունքում ընտանիքին 6 տարի կտրամադրվի ամսական 50,000 դրամ եւ գումարած 500,000 դրամ։ Օրենսդրական փաթեթը արդեն արժանացել է կառավարության հավանությանը եւ ուղարկվել է ազգային ժողով։ Ընդունման դեպքում այն կսկսի գործել 2026-ի սեպտեմբերի 1-ից, իսկ մինչև սեպտեմբերի 1-ը երեխա ունենալու դեպքում կգործեն երեխայի ծննդյան միանվագ նպաստի տարբերակված դրույքաչափերը։ Լիանա Խաչատուրյան, լուրեր։